Յուրաքանչյուր ռադիոկայան ըստ իր ֆորմատի ունի իր ռադիոլսողը, օրինակ նա ով լսում է հանրային ռադիո Ազալիա կարծեմ չի լսի, կամ նա ով լսում է ռադիո Ազալիա, հանրային ռադիո հաստատ չի լսի, որովհետև ֆորմատային են տարբեր, ոչ թե որակական առումների մասին է խոսքը, հատկանիշների։ Մեզ լսում են հիմնականում նույնիսկ տրամաբանորեն, եթե վերցնենք, միջինից ցածր տարիքի մարդիկ, ովքեր օգտվում են նորագույն տեխնոլոգիաներից, կոնկրետ Հայաստանի Հանրապետությունում շատ քիչ են միջինից բարձր տարիքի մարդիկ, ովքեր ակտիվորեն օգտվում են բոլոր նորագույն գadgetներից եւ տեղյակ են։ Սա on-line ռադիոկայանի մասով կարող եմ ասել։ Ես հավելեմ, որ ինձ համար լավ է անգամ, երբ դու ունես որոշակի հատված, որոշակի լսարան, որը քեզ է լսում եւ չեմ հասկանում այն լրատվամիջոցներին, ովքեր ձգտում են լինել բոլորի համար։ Դու բոլորի համար լինելու համար պետք է լինես աղբից մինչև ամենաբարձր նշաձողի վրա։ Այսինքն դու չունես կոնկրետ որևէ որակ, նիշ, ուղղվածություն եւ այլն, դու անբախ զամբախ երևույթ ես, որ բոլորը կարող են քեզ լսել։ Այսինքն քո մեջ ամեն ինչ կա։ Դու չգիտես դու ինչ ես, կողմնորոշված չես, հետեւաբար քեզ բոլորը կարող են լսել։ Բայց եթե դու ունես հստակ նշաձող, հստակ թիրախ, որակական հատկանիշներ, նպատակներ, հետեւաբար դու ունես դրա կոնկրետ նաեւ լսարան, որը եւ արդեն դու ձևավորում ես։ Եվ դու կոնկրետ աշխատում ես այդ լսարանին վարարող ինֆորմացիա մատուցելու համար։ Քանի որ ճիշտ նշեց իմ գործընկերը, քանի որ ամեն մեկը ունի իր ֆորմատը, մենք լրատվական ռադիոկայան ենք, եթե ժամանցայինները, որոնք երաժշտություն են հիմնականում հեռարձակում, չգիտեմ, on-line ռադիոն ունի իր հստակ լսարանը, որոնք օգտվում են այդ ժամանակակից տեխնոլոգիաներով, ապա մերը լինելով լրատվական ռադիո, ինքը հիմնականում մեզ լսում են 25-ից բարձր տարիքի այդ լսարանը սահմանափակվում է այդ տարիքային շեմում եւ մենք նույնպես փորձում ենք ապահովել այն մակարդակը, որը որ մենք կուզենայինք այն լսարանի համար, որը կուզենայինք մեզ լսեր։ Այդ աղբը, եթե լսում են նույն 25-ից բարձր տարիքի ինչ-որ մի լսարան, մենք այդ լսարանի համար չենք աշխատում, մենք աշխատում ենք այն լսարանի համար, որին պետք է ճիշտ գրագետ լրատվություն։ Իմ հարցը վերաբերում մասնավոր ոչ թե այդպես կոնկրետ ձեր ռադիոկայանն, այլ ընդհանրապես լինի ժամանցային, լինի լրատվական կամ չգիտեմ, շատ տարբեր են, դրա մասին է խոսքը։ Շատ տարբեր են։ Ռադիո լսող կա։ Այո, շատ։ Ջան կա, շատ կա, որտեվ ռադիոն հիմա տվել անցել է ձելեին, էտա իրականությունը կյանքի, չի ոսկրված խախախա, потому что ռադիոն ավելի ճկուն, ավելի հետաքրքիր, ռադիոն ոչ մի ավելի մոբիլ է ռադիոն, ավելի հեշտ է, ավելի արագ է։ Իրան հեռարձակեց, որտեղ դա մեծ ինչ-որ կոմերցիոն եկամուտներ կբերի եւ այլն, իսկ մեր պարագայում, Ավրորայի պարագայում բախտավիճակվել ռադիոլսողին ամեն օր տեսնել, այնպես որ ես հստակ կարող եմ ասել 0-ից մինչեւ նույնիսկ 95 բախտ ունենք նման այդպես։ Մենք նաև քիչ առաջ ներկայացրեցինք վերջին մեր 1 ամսվա վիճակագրությունը, կոնկրետ on-line ռադիոկայանի հետ կապված, ցուցանիշը 3000-ից ավել ունկնդիր 1 ամսվա ընթացքում միայն on-line հարթակի համար։ Կարծեմ սա նշանակում է, որ ունկնդիրներ կան։ Ես սկզբում ասացի, այո, դուք ուշ միացաք, ռադիոն երբևէ դուրս չի մղվելու եւ չի մղվի, ինչքան էլ որ զարգանան այսինքն հնարավորությունները էլեկտրոնային եւ նույնիսկ հեռուստատեսությունը ռադիոին դուրս մղեց իր կադրային հնարավորություններով, այսինքն ռադիո լսարանը ինքը հստակ լսարան է, որը միշտ կա եւ կլինի։ Եվ հետո ռադիոն չպարտադրող, եթե հեռուստատեսությունը կամ համակարգչային լրատվությունը պարտադրում է, որ դու նստես ինչ-որ մի տեղ, նայես ինչ-որ մի տեղ, ապա ռադիոն պարզապես միացրած, դու շրջում ես տանը, քայլում ես փողոցում, դասերի ժամանակ ավելի հարմար է ունկնդրել, եթե դու չես ուզում նստել որևէ տեղ, դիտել կամ ավելի կաշկանդել քո գործողությունները, պարտադրող չէ։ Պատասխանատուն է, որովհետև ես հեռուստատեսությունում աշխատելով, ես դու այնտեղ վիզուալ տարբերակով քո կոնտեքստից, քո խոսքից եւ այլն շեղելու հազար ու մի միջոց ունես, իսկ ռադիոյի դեպքում չունես։ Դա համար ֆիքսվում են հայրենի վրա, տեմպրի վրա, ձայնի, լսելիության քո, ինչպես ես դու հասցնում միտքդ եւ այլն, բարձ ես խոսում թե երկար բարակ, բարձ տուրադասական նախադասություններ ես կիրառում, չես կիրառում, իսկ հեռուստատեսությունում դու դրա համար շեղելու լիք բաներ ունես։
Մեզ համար prime time-ը գիտեք որն է, ասենք, եթե հեռուստատեսության համար երեկոյան ժամը 8-9-ն են, ռադիոյի համար prime time-ը առավոտյան ժամը 8-ից մինչև 10-ն է, երեկոյան 6-ից, այսինքն մարդիկ ավելի շատ մեքենա վարելիս, զուգահեռ, երբ որ ինչ-որ մի գործողություն կարող ես անել ռադիո լսելով, մենք հաշվարկ այդպես ենք անում, որովհետև հիմնականում փորձը ցույց է տալիս, որ մարդիկ ավելի շատ հնարավորություն ունեն ռադիո լսել, երբ գնում են աշխատանքի, վերադառնում են աշխատանքից, այսինքն Նաև ուզում եք ասեք, որ բնական ռադիոն ժամը 10-ից հետո կարելի է անջատել, մինչև ժամը 10-ից հետո միացնել։ Prime time, այսինքն ավելի շատանում են այդ ժամանակ, երբ որ մարդը նաև հնարավորություն ունի մեքենայում լսել ռադիո լսողների քանակը шатանում է այդ ժամանակ։ Какое-то устаревшее у вас понятие. Сделайте Լրատվության մասին что радио слушают люди, которые, например, в этот момент в ателье шьют, стригут людей, пекут хлеб, բայց շատանում են այդ болеют. ժամին։ Вообще я вам скажу, радио сейчас от того, что она азая-асадственно гибкая, чекуна, оно все время слушается, в той или иной степени, к нему присоединяются и так далее. Но ограничивать это очень устаревшее понятие.